Չկա իդեալական կյանք, չկա անթերի կյանք, չկա կյանք առանց սխալների, առանց վերքերի, առանց մեղքերի, չկա եւ ոչ մեկից կյանքն էլ իդեալական չէ։ Եթե մենք տեսնենք սրտի կարդիոգրաման տեսել եք, չէ՞, կան վերեկներ, կան վայրեջքներ, վերեկներ, վայրեջքներ եւ նույնիսկ մեր սրտի աշխատանքը եթե ուղիղ լիներ, մենք դատարենք ապրելուց։ Եվ մեր կյանքը ընդհանրապես էլի նման է այդ սրտի աշխատանքի կարդիոգրամային է նման, այդ պատկերին է նման, որ մենք ունենք մեր վերեկները, մենք ունենք մեր վայրեջքները, բայց ամեն դեպքում երբ որ կան այդ վերեկներն ու վայրեջքները, դա նշան է, որ մենք կանք։ Նշան է, որ մենք ապրում ենք։ Մենք իհարկե կուզենայինք մեր ընթացքը նման լիներ ուղիղ գծի։ Բայց հետաքրքիր է թե այդ ուղիղ գիծը որ ժամանակվա ուղիղ գիծը կլիներ։ Քո վատ վիճակի մեջ շարունակ մնայր, թե բարձունքի մեջ շարունակ մնայր։ Լավ է, որ ուղիղ չէ միշտ, չէ՞, որովհետև եթե մենք խնդիր ունենայինք, կմտածենք, որ վերջ, մեր խնդիրը անվերջ շարունակվելու է։ Մարդիկ, ովքեր բարձունքի են հասել, չեն հասնի բարձունքի, որովհետև դու միշտ կմնայր նույն հարթակի վրա։ Փառք Աստծուն, որ մեր կյանքը ունի թե վերեկներ եւ թե վայրեջքներ։ Վայրեջքը մեզ հաճելի չի, բայց վայրեջք եթե չունենաս, վերեկը չես հասնի, վերեկը չես գնահատի, այսինքն քո համար կլիներ ստանդարտ վիճակ, մշտական վիճակ, որի մեջ միշտ եղել ես։ Բայց մենք փառք ենք տալիս Աստծուն, մեր օրինակի համար, մեր բժշկության համար, որովհետև մենք եղել ենք հիվանդ տեղում, մենք եղել ենք ընկած տեղում, դրա համար մենք տեսանք բժշկություն, բժշկությունը մեր վերելքն է, ամեն, մեր վերելքն է, երբ որ կա ֆինանսական նեղություն, դա մեր ցածր եղած վիճակն է, եւ երբ որ տեսնում ենք Տիրոջ հրաշքը մեր կյանքի մեջ, մենք տեսնում ենք վերելք, եւ հոգեվոր կյանքը նման է այդ սրտի կարդիոգրամային, մեր առօրյանել է նման դրա, կան հաջողության պահ, որ դու չես տեսնում այդ պահին ելքը եւ կարող է ուզենաս դաժե այդ ժամանակ մահանաս, ասես թող իմ կյանքս հենց սրանով էլ վերջանա, բայց երբ որ բարձունքի վրա ես, ուզում ես շարունակ ապրել, այսինքն մեր համար կարող է ապրելը զուտ լինի բարձունքի վրա եղած վիճակը, բայց երբ որ մենք ընկած ենք, չուզենանք էլ ապրել, չուզենանք շարունակել, չուզենանք պայքարել։ Սիրելիներ, Աստված մեր կողքին է, մեր ամեն ժամանակը, թե մեր ընկած պահերին, թե մեր բարձունքի պահերին, որովհետև մեզ բարձրացնողը Աստված է։ Մեզ վերելքի մեջ տանողը Աստված է։ Աստված է, որ մեզ Հիսուս Քրիստոսով տարավ իր փառքի մեջ եւ իր փառքը բարձունքն է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, ինքը իջավ, չէ՞։ Ինքը թողեց իր երկնային փառքը եւ իջավ։ Մենք տեսնում ենք նա ցածր դիրք, որ Հիսուս Քրիստոսը գրավեց։ Ցածր դիրք, որ խոսքի մեջ ասում է Պողոս առաքյալը, ասում է հրեշտակներից մի փոքր ցածր արեցիր նրան։ Ոչ թե դատարեց Հիսուս Քրիստոսը Աստված լինել, այլ մարդկային մարմին հագնելով հրեշտակներից մի փոքր ցածր արեց Աստված իրան, հենց մարդկային մարմնի կերպարանքով։ Բայց մենք տեսնում ենք Քրիստոսին էլ իջնելով եւ տեսնում ենք Քրիստոսին վեր բարձրանալով։ Խաչը շատերի համար վայրեջքի ճանապարհ էր, վայրեջք էր, վերջ էր, անդունդ էր, բայց Հիսուս Քրիստոսի համար այդ վայրեջքը եղավ նոր վերելք եւ նոր հաղթանակ։ Եվ ամեն մեկից համար էլ, գիտեք, մեղքը դա անկում է, անկման պահն է։ Երբ որ մենք մեղքի մեջ ենք, մենք անկման վիճակի մեջ ենք, մենք իջած վիճակի մեջ ենք։ Քրիստոս Հիսուսին գտնելով մեր կյանքը բարձրանում է վեր դեպի փառքի մեջ գնալով։ Մեր կյանքը հույս է ստանում հենց այդ պահին, երբ որ մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսին եւ մեր ընկած վիճակից, մեղավոր բնույթից մենք փոխվում ենք, մենք վերափոխվում ենք դեպի Քրիստոսի սրբությունը եւ Քրիստոսի արդարացումը։ Եվ մեր կյանքը մենք տեսնում ենք իջած եւ բարձրացած։ Եվ փառք Հիսուս Քրիստոսին,
որ Քրիստոսը բարձրացնող Աստված է, ինքը մեղավորին ձեռք մեկնող Աստված է, ճահճից մարդկանց փրկող Աստված է, որ չի թողնում մենք մնանք մեր մեղքերի ճահիճների մեջ, այլ այսօր Աստված ունի բարձունք, ունի վերելք, ունի սրբացում եւ արտահայտում յուրաքանչյուրի համար, ով կանչում է Քրիստոս Հիսուսի անունը։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն, որ Տերը օգնող է, Տերը ձեռք մեկնող է, որ այսօրվա քու իրավիճակիդ մեջ կարող է դու հույսը չտեսնես, երբ չտեսնես, անորոշ ուղղակի թափառական մանկաս եւ քո գտնվելու վայրն է դու չիմանաս դու հենց այդ պահին որտեղ ես, բայց Աստված գիտի դու որտեղ ես։ Մեր ընտանիքը շատ իրակի դու կարող ես հենց քո տան մեջ էլ լինես, բայց դու լինես անորոշության մեջ։ Քո խառը մտքերը, քո իրավիճակը քեզ տանի անորոշության մեջ եւ չհասկանաս որտեղ ես։ Գիտեք, միշտ չէ որ մենք երբ որ բացահայտում ենք որտեղ ենք, միշտ չէ որ մենակ այդ պահերին է Աստված մեր կողքին, բայց մեր միտքը մեզ կհուշի որ մենակ այդ պահերին է Աստված մեր կողքին։ Այսինքն երբ որ մենք հայտնվեցինք մի հատ անորոշ վիճակի մեջ, կարող է մտածենք որ Աստված դատարեց մեր կողքին լինել։ Մենք ուզենանք մարդիկ մեջ քաշենք, մյուս հոգևորներին մեջ քաշենք, որպեսզի այդ ժամանակ մենք Աստծուն դարձնենք լսելի մեր աղոթքի հանդեպ։ Մենք կարող ենք մտածենք, որ Աստված դատարեց լսելը եւ ուզենանք ինչ որ մեկին է հրավիրենք մեր աղոթքի մասնակից դառնա։ Գիտեք, Աստված երբեք չի դատարի մեր կողքին լինել, չի դատարի ուղղակի։ Մեր իրավիճակն է անորոշ, բայց Աստված հաստատուն Աստված է։ Աստված չի դատարում աղոթք լսել, չի դատարում մեր կողքը լինել սիրելիներ։ Եվ կարող է մեր հոգևոր կյանքը այսօր նման լինի փողզիջումների, ինչ որտեղ դու զիջես, ինչ որտեղ դու հետ քաշվես։ Բայց այդ ամեն ինչը սիրելիներ մեզ առաջ տանելու համար է եւ հոգևոր նպատակներ կան, որ կարող է կողքից նայեն մարդիկ մտածեն, թե դու գնացիր փողզիջման, բայց մենք գնում ենք դեպի նպատակ։ Մարդկանց կարծիքները տարբեր են այդ իրավիճակի հետ կապված, բայց կարևոր է որ մենք տեսնենք թե Աստված այսօր մեզ ուր է կանչում։ Աստված ուր է կանչում ամեն մեկիս։ Ինչ ծրագիր ունի Աստված մեր համար։ Կարող է մենք մեր հաջորդ քայլը այսօր չտեսնենք, ինչ է սպասվում մեզ մեր հաջորդ քայլի մեջ։ Եվ հենց այդ անորոշությունը մեզ տանի անվստահության մեջ։ Բայց երբ որ գիտակցենք, որ Աստված միևնույն է մեր հաջորդ քայլի մեջ էլ կա, մենք արդեն կլցվենք հույսով ու վստահությամբ։ Ամեն։ Եկեք մեր հաջորդ քայլերն էլ մենք տանք Աստծուն։ Մեր ապագան տանք Աստծուն։ Մենք ոչ մեկս չգիտենք, հա, մեր հաջորդ վարքան ինչ կլինի, ոչ մեկս չգիտենք։ Դուրս եկանք այստեղից, եկեղեցուց դուրս եկանք, մեզ ինչեր է սպասվում։ Մենք չգիտենք, չէ՞։ Բայց Աստված գիտի։ Աստված ամեն բան անգիր գիտի, որովհետև Աստված ժամանակի մեջ չէ։ Աստված ժամանակից դուրս է եւ այն ինչը որ պետք է լինի մեր համար, Աստծո համար արդեն եղած է։ Աստծո համար դա անցյալի պես է։ Եվ գիտեք, մեկը դուրս եկավ անորոշության մեջ եւ հայտնվեց ինչ որտեղ։ Ծննդոց 28-րդ գլխի 10-րդ խոսքը ասում է. եւ Հակոբը Բերսաբեից դուրս եկավ եւ գնաց դեպի Խարան։ Եվ մի տեղ հասավ։ Այս մի տեղ հասնելը շատ կարևոր միտք է։ Ուրիշ թարգմանության մեջ ասում է կոնկրետ ինչ-որ տեղ հասավ։ Ոչ թե պատահական մի վայր, իր համար պատահական տեղ էր, որ կարող է գնաս դաշտերով, ճանապարհ ուղղակի գնաս եւ ինչ-որ մի հատ տեղ ես հասել, բայց հասել ես ինչ-որ տեղ։ Կարող է այդ տեղը այսօր չունենա անուն, բայց դու հասար ինչ-որ տեղ։ Աստված քեզ ուղեկցեց, առաջնորդեց եւ քո հետ եղավ այդ ճանապարհին, որ դու հասնես ինչ որտեղ, հասնես կոնկրետ տեղ։ Տեսեք, թեև անորոշ էր Հակոբի ճանապարհը, բայց ինքը հասավ կոնկրետ տեղ։ Դու կարող ես այսօր լինես ինչ որ անորոշության մեջ, դու չտեսնես կոնկրետ նպատակ չունենաս, կոնկրետություն չունենաս, հստակություն չունենաս, բայց երբ որ դու ընթացքի մեջ ես, դու հասնում ես ինչ որտեղ։ Դու գնում ես ինչ որտեղ եւ կարող է այդ ինչ որտեղը անունել չունենա եւ այդ ինչ որտեղի մեջ Աստված քո հետ խոսի։
Աստված հենց հանդիպում կազմակերպի այդ անորոշ վայրի մեջ, Աստված քո սրտի հետ խոսի հենց այդ անորոշության մեջ, որ քո համար քո հաջորդ քայլը դեռ պարզ չի, չունես դու քո առաջ նպատակ, ծրագիր չունես, անորոշության մեջ ես հայտնվել, քո հաջորդ քայլը փակ է, բայց Աստված ընտրում է հենց այդ պահերը, որպեսզի խոսի մեր սրտերի հետ։ Աստված հենց այդ պահը օգտագործի, որպեսզի ապագա խոսի քո կյանքի մեջ, երբ որ դու հասնում ես ինչ-որ մի տեղ, որ այդ տեղն է անուն չուներ։ Մենք տեսնում ենք, որտեղից դուրս եկավ եւ ուր էր գնում։ Եվ ասում է ճանապարհի կեսին ուղագի հասավ ինչ-որ տեղ։ Գիտես, սա մեր անորոշության տեղերն է, որ մենք հասնում ենք ինչ-որ անորոշ մի հատ տեղ, որ մեր աչքի առաջ մենք չունենք կոնկրետություն։ Մեր հոգեվիճակի պահերն է, երբ որ դու հասել ես ինչ-որ տեղ եւ անորոշ է քո հոգեվիճակը, դու չգիտես այդ ժամանակ ում վստահես, դու չգիտես այդ ժամանակ ում հետ խոսես, դու Աստծո խոսք չունես այդ ժամանակ, դու չգիտես Աստված քեզ ասում է նստիր նավակը, թե նավակից դուրս արի, անորոշ է, քո պարագան հենց այդ ժամանակ անորոշ է, դու Աստծուց խոսք չունես, կողքից խորհրդատու չունես, հասել ես մի հատ անորոշության մեջ։ Գիտեք, միշտ չէ, որ մեր անորոշությունների պատճառը միշտ սատանան է։ Բաներ կա, որ մեր բնավորությունն է պատճառը։ Ես գիտեմ, որ մարդիկ միշտ սիրում են իրանց ամեն անհաջողությունը, ցախողումը, ամեն ինչին մեղավոր հանեն սատանային։ Բայց գիտեք, միշտ չէ, որ սատանան է մեղավոր։ Կա, որ մեր սխալ որոշումներն է պատճառը, մեր բնավորությունն է պատճառը։ Մարդիկ կան, որ այսօր միայնակ են, մենակ են մնացել, ոչ թե որ սատանան շատ է իրանով հետաքրքրված, այլ իր վատ բնավորության պատճառով է, որ ոչ մեկը չի ուզում այդ մարդու հետ ուղղակի շփվի։ Սատանան ինչ մեղք ունի այստեղ։ Սատանան չէ պատճառը։ Մենք կարիք ունենք մեր բնավորությունը շտկելու, որ մարդիկ մեզ սիրեն, մենք մենակ չմնանք, եւ շատերը կարող է իրանց հենց մեր ժվածությունը, իրանց միայնակ եղնելը օգտագործեն եւ ասեն մենք սատանայի ճնշման տակ ենք։ Երբևէ մտածել ես փոխես բնավորությունդ։ Ուղղակի զիջես ինչ-որ մի պահ ինչ-որ բան, կամ ուղղակի քիչ խոսաս։ Գիտեք, բաներ կա, որ մեզից է կախված։ Սատանան այստեղ կապ չունի։ Եթե մենք այսօր որոշենք փոխվել, մենք տեսնենք շատ ու շատ հարցեր մեր կյանքի մեջ ուրիշ ձև կդառնա։ Մենք տեսնենք շատ հարցերի լուծումներ, երբ որ մենք որոշենք փոխվել։ Որովհետև խնդիրներ կա, որ մենք ենք ստեղծում այդ խնդիրները։ Սատանան ուղղակի կողքից դիտորդ է։ Բայց երբ որ մենք հանձնվում ենք Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, մեր անորոշությունը դառնում է արդեն կոնկրետ տեղ։ Աստված արդեն ցույց է տալիս, թե մենք որտեղ ենք, թեև մեր համար կարող է մեր գտնված վայրը լինի անորոշ, բայց երբ որ Աստված հայտնվում է, ասում է դու կոնկրետ տեղում ես այս պահին։ Մեր համար է այդ տեղը անորոշ, բայց Աստված հո գիտի մենք որտեղ ենք այդ ժամանակ։ Մենք կարող է քարտեզի վրա չգտնենք մեր տեղը որտեղ է, բայց Աստծո համար դու կոնկրետ տեղում ես։ Որտեղ ինքը գիտեր որտեղից դուրս եկար եւ ուր ես գնում։ Եվ հենց ճանապարհի կեսին, երբ որ դու թուլանաս, երբ որ դու ընկնես, երբ որ դու չուզենաս էլ առաջ շարժվել հանգամանքներից ելնելով, Աստված հենց այդ պահին կհայտնվի քո կողքը ցույց տալով, որ դու մենակ չես։ Մեր համար է շատ բաներ անորոշ։ Մեր համար կարող է հիվանդության ախտորոշումը լինի, հաջորդ քայլը անորոշ։ Մենք չգիտենք մեր վերջը, մեր ընթացքը, մեր ապագան ինչ կլինի, բայց Աստված ասում է, երբ որ դու անորոշության մեջ ես եւ չգիտես այս պահին դու որտեղ ես, ինչ փուլի մեջ ես, Աստված ասում է դու կոնկրետ տեղում ես։ Որովհետեւ երբ որ Աստծո համար մենք կոնկրետ տեղում ենք, Աստված հենց այդ պահի մեջ լուծում ունի մեր համար։ Աստծո համար չկա անորոշ վայր, չկա ուղղակի, որ ասի դու անորոշության մեջ ես եսել, երկը չես տեսնում եսել, բժշկության հույս չկա, մեր մոտ չկա, տեղերը վերջացել են։ Դեք Աստված տեղատուն չէ, Աստված ինքն է բժիշկ, Աստված հենց ինքն է բժշկություն սիրելներ։ Եվ
այն երանելի հույսը, որ Աստված պահել է մեր համար, գիտեք որն է, երկինքը, երանելի հույսը, մեր երկինքն է, չէ, մենք բոլորս հույս ունենք, որ մի օր գալու է այդ օրը, չէ, մենք այստեղ, մեր մարմնի մեջ, պայքարում ենք այս մարմնի գոյատևման համար, փափագելով երանելի հույսին, երկնքին։ Գիտեմ, որ բոլորն են փափագում այդ երանելի հույսին, նույնիսկ աշխարհիկ մարդիկ, ովքեր այդ հույսը չունեն, բայց հույս ունեն, որ իրանց համար կարող է լույս բացվի եւ իրանք հայտնվեն երկնքում առանց Հիսուս Քրիստոս։ Չկա նման բան։ Ճանապարհը երկինք հասնելու Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Այն մարդկանց համար է երկինքը, ովքեր այստեղ երկրի վրա կամովի, իրանց կամքով ընդունել են Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ, իրանց կյանքը հանձնել են Աստծո ձեռքերի մեջ եւ ապագան խոստումնալից է այդ մարդկանց համար։ Մենք խոստում ունենք եւ մենք հույս ունենք։ Մեր հույսը արտարացված է։ Ոմանց հույսը արտարացված չէ, որովհետև իրանք իրանց հույսը դրել են իրանց սեփական արտարացման, իրանց սեփական բարի գործերի վրա, բայց մեր հույսը արտարացված է, որովհետև մեր հույսը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Եվ տեսեք, այդ երանելի հույսին հասնելու համար, այդ երանելի հույսի միակ ճանապարհը, որ մենք հասնենք, ո՞րն է։ Մահը։ Պատկերացրա, այդ երանելի հույսին հասնելու համար դու ստիպված ես, դու պետք է մահանաս, որպեսզի մտնես այդ երանելի հույսի մեջ։ Այսինքն այստեղ մենք թողնենք ցավ, թողնենք վիշտ, թողնենք մարդկանց մոտ այդ լքվածությունը, որպեսզի մենք մտնենք ինչ որտեղ, որը կոչվում է երանելի հույս, որը կոչվում է երկինք։ Պատկերացնում եք, ինչքան հետաքրքիր է, չէ՞։ Մարդկանց համար կորուստ է այստեղ, բայց Աստծո մոտ ձեռքբերում։ Մարդկանց համար այստեղ վիշտ է, սուգ է, բայց երկնքի մոտ ուրախություն է։ Ինչքան տարբեր է, չէ՞։ Մարդիկ այստեղ վիշտ են տանում մեկի կորստի համար, բայց երկինքը ուրախանում է ձեռքբերման համար։ Եվ Աստված շատ հետաքրքիր է դրել այդ պահը, որ երկինք մտնելու ճանապարհը մահն է։ Եթե մենք ուզում ենք ծնունդը տեսնել երեխի, երեխին տեսնենք, ուրախանանք, կա մի հատ ցավի process։ Մեր այստեղ երկիրը թողնալնել է ցավի process-ը։ Մենք կարող է այդ պահը անցնենք, բայց մենք գիտենք ուր ենք գնում եւ ում մոտ ենք գնում։ Ամեն։ Մեր կյանքը հեշտ չի անցել։ Մեր կյանքն է, վերելքներ եւ վարեջքներ։ Այդ բանի միջով է միշտ անցել ցավեր եւ ուրախություններ։ Անցում մենք այս բանի միջով եւ մեր աշակերտություններ, երբ որ մենք Քրիստոսի հետ ենք, մեր աշակերտություններ հեշտ չի անցել, ուղիղ գծով չի անցել։ Մենք ունեցել ենք անկման պահեր, մենք ունեցել ենք վերելքի պահեր, մենք ունեցել ենք սխալներ, մենք ունեցել ենք ապաշխարություններ, բայց այս բանի միջով մենք միշտ անցել ենք սիրելիներ։ Կարևոր է այս ընթացքում մենք Աստծո ձայնը լսող լինենք եւ Աստծո ձեռքը բռնած։ Եվ Աստծո հետ անցնենք այդ ճանապարհը։ Կապ չունի վերելքի մեջ ես հենց այս պահին թե վայրեջքի մեջ ես, կարևորը որ մենք մնանք Աստծո ձայնը լսողներ որպես։ Ամեն։ Գիտեք, մեր հենց այս աշակերտության ընթացքն էլ խաղի պես է, որ կա ժամանակ, երբ որ դու ակտիվի մեջ ես, դու ես հենց ակտիվ պահողը, բայց կա ժամանակ, երբ որ դու պահեստայինի տեղը նստած ես եւ սպասում ես քո ժամանակին, երբ ես մտնելու խաղի մեջ։ Մենք ունենք ակտիվ պահեր եւ մենք ունենք դատարկ պահեր, հանգիստ սպասման պահեր։ Երկուսի ժամանակը կարևոր է լսել հրահանգիչի ձայնը։ Ինչ անես, ինչպես անես թե չանես, թե սպասես։ Լավ է, երբ որ մենք ունենք մեր լավագույն հրահանգիչը, Սուրբ Հոգին, որ ինքը մեզ հուշի թե որ պահն է խաղալու պահը, որ պահն է նստել սպասելու պահը, երբ մենք ակտիվ գործողության մեջ մտնում, երբ ենք սպասում, Սուրբ Հոգու ձայնը լսել այստեղ շատ կարևոր է։
Եվ հասկանանք, թե մենք որտեղ ենք ընդհանրապես։ Մարդկա գիտի, որ երբ որ Պահեստայնի տեղը նստած է, հենց այդ պահը իր համար անորոշության պահ է։ Ես չգիտեմ, հիմի խաղի մեջ եմ, թե չէ։ Բայց հրահանգիչը գիտի դու որտեղ ես։ Ինքը գիտի, որ դու կոնկրետ տեղում ես նստած։ Այդ քո համար է անորոշության պահ, բայց հրահանգիչը լավ գիտի, որ դու որտեղ ես, եւ երբ որ պետք եղար, ինքը կօգտագործի հենց այդ պահին։ Մենք կարևոր է մեր հրահանգիչը կարևոր է իմանալ մենք որտեղ ենք նստած։ Երբ որ մենք կոնկրետ տեղում ենք, Աստված գիտի ինչպես օգտագործի։ Եվ տեսեք, 28-րդ գլխի 15-րդ խոսքի մեջ հենց այդ անորոշության պահը, երբ որ Հակոբ անորոշության մեջ էր, ինքը չգիտեր ինքը որտեղ է, բայց ասում է հասավ ինքը ինչ-որ տեղ, հասավ ինչ-որ կոնկրետ մի տեղ, եւ 15-րդ խոսքը, տեսեք, մի հատ հույսի խոսք է բոլոր նրանց համար, ովքեր այս պահին գտնվում են անորոշության մեջ։ Բոլորիս համար այս խոսքը շատ լավ խոսք, հա, եկեք կարդանք։ Եվ ահա ես քեզ հետ եմ։ Տեսեք, անորոշության մեջ նստած մարդուն է ասում, որ դու չգիտես դու որտեղ ես, բայց Աստված ասում է, ահա ես քեզ հետ եմ եւ ամեն տեղ ուր որ գնաս, քեզ կպահեմ եւ քեզ այս երկիրը կդարձնեմ, որովհետեւ քեզ չեմ թողնի, մինչեւ որ կատարեմ այն, ինչ որ քեզ ասել եմ։ Ամեն։ Թեև Հակոբի համար կարող է այստեղը լիներ անորոշության տեղ, բայց Աստծո համար անորոշության տեղ չէր։ Եվ գիտեք ուժեղ խոսքերից մեկը որտեղ էր այստեղ, որ ոչ թե Աստված ասում է ես քեզ հետ կլինեմ, այլ ասում է ես քեզ հետ եմ։ Տարբեր է։ Կլինեմ նշանակում է դեռ չեմ, բայց մոտ ապագայում կլինեմ։ Բայց Աստված, գիտեք, ասում է, որ ես քեզ հետ եմ, այսինքն ես քեզ երբեք չեմ էլ թողել։ Կարող է քո տեղը այսօր անորոշ է, բայց ես քեզ հետ եմ։ Ես քեզ չեմ էլ թողել, որ քո հետ լինեմ։ Ամեն։ Եվ ասում է իմ խոստումը ես կկատարեմ մինչև վերջ, որովհետև ես քեզ հետ եմ։ Փառք Աստծուն, որ Աստված միշտ մեր կողքին է, սիրելիներ, միշտ։ Մեր համար է իրավիճակը բարդ, մեր համար է անորոշ, բայց Աստված փաստում է ամեն ժամանակ, որ ես քեզ հետ եմ։ Ես քեզ չեմ էլ թողել։ Իրավիճակը քեզ ուղղակի սխալ հուշեց, որ Աստված քեզ թողել էր այդ պահին։ Եվ դու հույս ունես, որ մի ծառայող, մի Աստծո մարդ կարող է խոսք տա քեզ, Աստծուց խոսք տա, որ գիտես ինչ, Աստված կարող է ինչ որ ժամանակ այցելի, Աստված կարող է էլի շարունակի քո հետ լինել։ Բայց գիտեք Աստծո խոսքը կենտան է, որ ասում է ես քեզ հետ եմ։ Սկզբից էլ երբեք չեմ էլ թողել։ Դու հայտնվեցիր ինչ-որ անորոշ վիճակի մեջ, բայց ես երբեք քեզ չեմ էլ թողել։ Գիտեք, այսօր կարող եմ մտածես, թե պետք է լինես իդեալական, որ Աստված քո հետ լինի միշտ։ Մենք երբ որ խնդիր ունեցանք, կարող եմ մտածենք, որ Աստված այդ բանին թողեց մեզ։ Մենք պրոբլեմ ունեցանք, Աստված մեզ թողեց։ Մեր նպատակից շեղվեցինք, Աստված մեզ թողեց։ Գիտեք, Հակոբը, հենց Հակոբ անունը ունի 3 նշանակություն։ Ինչ է նշանակում իր անունը։ Առաջինը, տեսեք ինչ հետաքրքիր է, իր պատմությունը նայեք։ Առաջինը նշանակում է գարշապարը բռնող։ Գարշապարը կրունգն է։ Ում գարշապարից է բռնվել Հակոբը, հետաքրքիր է։ Իր աղբոր ծնվելու ժամանակ բռնել էր։ Հենց այդպես է բնութագրվեց ինքը գարշապարը բռնող։ Երկրորդը նշանակում է փոխարինող, եւ երրորդը նշանակում է խաբեությունով առաջ գնացող։ Հակոբի բնութագիրն էր, բայց Աստված երբ որ հանդիպեց Հակոբին, փոխեց իր անունը, դարձրեց Իսրայել։ Իսրայել նշանակում է Աստծո հետ պայքարող արդեն, երբ որ ինքը գիշերը Աստծո հետ մենամարտեց, ամբողջ գիշեր, եւ հետո Աստված տալիս է, չէ, Իսրայել անունը Հակոբին, Աստծո հետ կռվող, Աստծո հետ պայքարող կամ Աստված իշխում է։ Իսրայելը էս է նշանակում, սիրելիներ, եւ Աստված փոխեց իր անունը, բայց մենք տեսնում ենք սխալ, որ նոր Հակոբը գործեց։
Գիտեք, օրհնվելը իրանով սխալ բան չէ։ Կարող է ասես, թե օրհնվելու մեջ սխալը որն էր։ Ոչ թե այստեղ հարցը մեկին խնդրելն է, որ քեզ օրհներ, այլ ինչպեսի մեջ էր հարցը, ինչպես դու հասար այդ օրհնությանը։ Թե չէ օրհնվելը իրանով լավ բան է, բայց ինչպես դու հասար այդ օրհնության, դա էր սխալը։ Մենք տեսնում ենք հենց սկզբից մի հատ սխալ, որ գործվեց, մենք տեսնում ենք ընթացք եւ մենք տեսնում ենք գործողություն։ Եվ հենց այս ընթացքի մեջ էր, որ Աստված խոսեց Հակոբի հետ եւ ասեց. ես քեզ հետ եմ։ Եվ կարող է մտածենք, որ այսօր կարող է մենք կատարյալ լինենք, որ նոր Աստված մեզ օգտագործի, նոր Աստված մեզ խոստումներ տա, բայց գիտեք, հենց Հակոբի սխալի մեջ մենք 28-րդ գլխում չենք տեսնում, որ Հակոբը գիտեք ապաշխարեց, Հակոբը կանգնավ Աստծուց ներողություն խնդրեց, ոչ։ Աստված հայտնվեց հենց Հակոբի սխալի մեջ։ Հակոբի գործած սխալի մեջ Աստված հայտնվեց եւ խոստում տվեց։ Եվ սա մեզ բոլորիս քաջալերում է սիրելիներ, ոչ թե չապաշխարելու, այլ իմանանք, որ երբ որ մենք մեր ընթացքի մեջ մենք ունենք մեր վերելքի պահը, մենք ունենք մեր անկման պահը, մենք ունենք մեր հիասթափությունների եւ ցախողումների պահը, միևնույն է, Աստված մեզ չի թողնի, սիրելիներ։ Աստված մեր կողքին է, մեզ տանելու ապաշխարության մեջ, մեզ տանելու փոփոխության մեջ, վերափոխման մեջ, տանելու իր սրբության մեջ, Աստված չի դատարի մեր կողքին լինել։ Այս է խոստումը, որ մենք կարող ենք մտածենք Աստված մեզ թողեց, բայց Աստված գալիս է հենց սխալի մեջ, ասելու, որ ես քեզ հետ եմ։ Իմ ձեռքը երբեք չի կարճացել մարդկանց կյանքից, ովքեր որ սխալի մեջ են, ովքեր ընկած վիճակի մեջ են, հիասթափության, վախի մեջ են, Աստված երբեք իր ձեռքը չի կարճացրել այդ մարդկանց օգնելու եւ փրկելու համար։ Փառք Հիսուսին, որ մեր Աստված բարձրացնող Աստված է։ Եվ այն ժամանակ, երբ որ կարող է մտածենք, թե մենք սխալի մեջ ենք եւ Աստծոս մատակարարում չենք տեսնի, Հակոբի օրինակը այստեղ լավն է, որ Աստված հենց իր գործած սխալի մեջ եկավ եւ խոստում տվեց մատակարարման, որ դու մատակարարված կլինես, միևնույն է, որ Աստված քեզ չի թողնի, Աստծո չթողնելը դա օրհնության խոստում է արդեն, որ դու օրհնված կլինես։ Սիրելիներ, իմ կոչս այն չէ, որ մենք մնանք սխալի մեջ, իմ կոչս այն է, որ եթե մենք այսօր գտնվում ենք ընկած վիճակի մեջ, սխալի մեջ, անկման վիճակի մեջ, իմանանք, որ այդտեղ չենք մնալու։ Աստված միևնույն ասում է, որ ես քեզ հետ եմ, եւ ես քեզ տալու եմ քո խոստմունքի երկիրը։ Ես քեզ տալու եմ այն, ինչը խոստացել եմ, եւ դու կունենաս վերելքի պահեր։ Դու անպայման կտեսնես քո վերելքի պահը, որովհետեւ Աստված տանում է առաջ, սիրելիներ։ Բայց կարևորը որ մենք փոխենք մեր բնավորությունը, ընթացքում էլ։ Բաներ կա, որ Սատանան մեղավոր չէ այստեղ։ Մենք ենք մեղավոր։ Պետք չի ամեն ինչի մեղքը միշտ գցենք Սատանայի վրա, թե գիտեք Սատանան է մեղավոր։ Պահանջատվությունից փախնելը մեզ չի ազատում հենց պահանջատվությունից։ Աստված մեզ տվել է ազատ կամք գործելու, հա, եւ մեր գործածների համար հաշիվ տալու։ Սատանան չստիպեց Հակոբին հագնվեր Եսավի պես եւ գնալ օրհնությունը վերցնելու։ Սատանան չստիպեց։ Ինքը փոքր է չէր։ 70-71 տարեկան մարդ։ Եվ արդեն բավական տարիք է, չէ՞, որ մեղքը չգցես մամայիդ վրա։ Կհասկանանք, չէ՞ արդեն պարասխանատվության չափ է տարիքում, որ էլ չես կարող ասել, թե ես չէի, մամաս էր մեղավոր։ Հետաքրքիր է, չէ՞, փոքր չէր ինքը, որ պարասխանատվությունը գցես սաղ մամայիդ վրա, Սատանայի վրա գցես, ինչ որ մեկի վրա բարձես ամբողջ մեղքը, բայց դու ես պատասխանատու։ Սատանան այստեղ կապ չուներ։ Դու որոշեցիր խաբեությունով օրհնություն վերցնես։ Դու որոշեցիր Եսավի պես հագնվել։ Բայց երբ որ սխալ էր, սխալ անկման պահն էր։ Ինքը ընկավ, եւ հետո մենք տեսնում ենք Աստծուն, ով որ եկավ հենց սխալի մեջ, Հակոբին բարձրացնելու, Փառք Հիսուսին, որ ինքը բարձրացնող Աստված է։ Եվ գիտեք, Հակոբը հենց այդ ժամանակ տեսիլք տեսավ։ 28-րդ գլխի 11-րդ խոսքը 10-րդ խոսքը ասում է եւ չէ Հակոբը հասավ ինչ որ տեղ, ինչ որ մի հատ կոնկրետ տեղ հասավ։
11-րդ խոսքը, սիրներ։ Եվ մի տեղ հասավ, եւ գիշերը այնտեղ մնաց, որովհետեւ արեգակը մայր էր մտել, եւ այն տեղի քարերից վերցրեց, եւ իր գլխի տակ դրեց, եւ այնտեղ պարկեց։ Հետարքի մի հատ վիճակ է։ Գիտեք, կոշտ տեղ էր, չոր տեղ էր, քարերով սարկած մի հատ բարձ։ Գիտեք, ինքը կոշտեղում հայտնվեց ոչ թե Աստծո պատճառով, այլ ինքը իր պատճառով։ Ինքը որոշեց հայտնվել այդ կոշտեղում։ Եվ բաներ կա, որ մենք հասնում ենք եւ մեր իրավիճակն է կարող է կոշտ լինի, չոր լինի, անհարմար լինի, ոչ թե Աստված է պատճառը, այլ հենց մենք։ Ինչի համար այսօր մենք չվերցնենք պատասխանատվություն Աստծո առաջ կանգնելու եւ Աստծուն խնդրելու, որ Աստված լինի մեր ուղեցույցը մեր կյանքի թե մութ պահերի մեջ եւ թե լույս պահերի մեջ։ Աստված հայտնվեց Հակոբի կյանքի մեջ, երբ որ մութ էր։ Հակոբի համար էր արդեն կանգնելու ժամանակ եւ Հակոբի համար էր արդեն արևը մայր մտնում, որոշեց ինքը կանգ առնել։ Բայց գիտեք, Աստված կանգ չի առնում։ Աստծո համար չկա մայրամուտի ժամանակ, որ ասի վերջ, ես այստեղ կանգ առա։ Աստված շարունակում է գործել այն ժամանակ, երբ որ մենք ենք որոշում կանգ առնել։ Եվ Աստված խոստում տվեց հենց այդ ժամանակ, երբ որ Հակոբի մոտ ամեն ինչ չոր էր, ամեն ինչ կոշտ էր, անհարմար էր, Աստված հենց այդ ժամանակ հայտնվեց։ Եվ 12-րդ խոսքը ասում է. «Եվ երաս տեսավ, եւ ահա մի սանդուղք երկրի վրա դրված, եւ նրա գլուխը երկինք էր կպնում, եւ ահա Աստծո հրեշտակները նրանով վեր էին գնում եւ վայր իջնում»։ Սա նման է սիրներ հենց մեր կյանքին։ Վերեկներ ու վայրեջքներ։ Հակոբը չէր շարժվում։ Հակոբը պարկած էր։ Շարժվում էին հրեշտակները։ Երբ որ մենք արդեն կանգ ենք առնում սիրելիներ, Աստված միևնույն է շարժվում է։ Աստված միշտ շարժման մեջ է, Աստված միշտ գործողության մեջ է։ Մենք կարող է այսօր հայտնվել ենք ճանապարհի կեսին, իրավիճակների արանքում, մենք հայտնվել ենք մի հատ ախտորոշման արանքում, մի հատ դժբախտության արանքում, ինչ որ մի հատ բանի արանքում ենք հայտնվել, եւ այդ պահը մեր համար շատ անորոշ է։ Անորոշ վիճակ է, երբ որ ասում ես ես շատ ծեր եմ, որ լինեմ երիտասարդ, եւ շատ երիտասարդ եմ, որ լինեմ ծեր։ Ես շատ ուրախ եմ, որ լինեմ տխուր, եւ շատ տխուր եմ, որ լինեմ ուրախ։ Մեր անորոշության տեղերն է։ Մենք չենք կենտրոնում վերջը լավ, մենք ով ենք։ Մենք ինչ հոգեվիճակ ունենք այս պահին։ Անորոշ է մեր համար ամեն բան։ Անորոշ է մեր գտնված վայրը։ Բայց եթե մենք չգիտենք, թե որտեղ ենք, միևնույնն է, կարևոր է, որ Աստված գիտեր Հակոբը ով էր եւ Հակոբը որտեղ էր։ Մենք կարևոր չէ որտեղ ենք այս պահին, միևնույն է սիրներ, Աստված գիտի ոչ թե այդ տեղի, անունը ենթադրենք, որ գրված է, չէ, որ մենք հասանք ինչ որ տեղ։ Կարևոր չի, որ մենք այդ տեղի անունը իմանանք։ Կարևոր է, որ Աստված իմանա մեր անունը, մենք ով ենք եւ որտեղ ենք։ Ամենակարևոր բանը Աստված գիտի մեզ, որովհետև խոստումը չթողնելու քեզ է վերաբերվում, որ ես երբեք քեզ չեմ թողել, ես քեզ հետ եմ, սիրելիներ, եմ, ոչ թե կլինեմ, այլ միշտ է Աստված մեր հետ։ Եք փառտանք Աստծուն, որ մեր Աստված խոստմունքի Աստված է եւ անկախ վերեկներից ու վայրեջքներից, որը մեր կյանքն է, Աստված միևնույն է մեր հետ է սիրելիներ։